Թալանչի են ասում նախկիններին, ձեր տպավորությամբ հիմա ովքեր են իրական թալանչիները։ Այդ ասողները, որ այդքան ասում են, ասենք, ինչներն են այդ թալանը։ Ասենք պետության համար չաշխատող մարդը, հարկ չվճարած մարդը խոսում է թալանից։ Ես մարդ գիտեմ, որ թալանի ժամանակ անգամ խորհրդային միության տարիներին դատվել է։ Այսօր խոսում է նախկինների թալանից։ Ինչ են թալանը։ Ասենք չունենալ, եթե ինչ-որ բան չունենաս, այդ ինչ նախկինների թալանն է։ Իրական թալանչիները այսօր ովքեր են։ Այսօր հենց իշխանության գլխին նստածներն են։ Ամենայն դեպս տեսեք, եթե Ռոբերտ Քոչարյանին չձերբակալեին, չկալանավորեին, գուցեև ես չճանաչեի անգամ Լևոն Քոչարյանին։ Միշտ հիմա ասենք Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած իրանց որդու երեխեքի նկարները որ ցույց տան, ամենայն ազնվությամբ գուցե չճանաչեն, ոչ Սերժ աղջիկներին, ոչ Լևոն Տեր-Պետրոսյանի ասենք տղային, ոչ էլ Ռոբերտ Քոչարյանին ու տղուն նորմալ կամախ չկա։ Այս սրանց սա ընտանիքի անդամներին իրա քավորով, ես իմ սանիկով, դասընկերոջով, սա են ճանաչում, սա են։ Ես շատ հետարքիր հարց է, Ձերն ամեն օր թանգանում է, էլի, թալանչինով է, պարշի, ամեն օր ես նորից էլի թանգանում։ Ինչ կա աստ է մտածելու, ժողովուրդի գլխին էլի ես ճիշտը սխալ է։ Ոչ մեկս է չենք մտածում, ես ոնց որ անտարբեր ապրել։ Կարգին ղեկավար է պետք, որ ասի այսենց է, բայց մեզի բան չեն ասում։ Միակողմանի անում են, իրար ընտրությունները կատարում են, ամեն ինչ միակողմանի ժողովրդին ով է հաշվի առնում չէ։ Դե գնալ են Սիմոյանին ասա 250,000 եվրոյով դու մեքենա որտից վերցրիր։ Քո արտգործնախարարին գնաս ախպեր դու պապիրոսը կնիր քեզ բանով միսիայով չէին տալիս։ Հիմի ոնց ես քեզ երևակայում։ Քաղաքապետ Հերեն ինչ էր ասում։ Ինչ որ մի կարգ ցածր մեքենա ունեցողների համբալներ։ Սա ինչից է։ Չտեսած պատից կախ, տեսան ճակատից կախ։ Եվ սա է հանգամանքը, որ են չտեսը, որ մի քիչ ձերք է բերում, արդեն ինքը ասու հետ ոտ է բերում։ Քպեականները։ Ինչու։ Ինչու։ Ամեն ինչին խոչընդոտ են հանդիսանում։ Մեր ապրանքը, որ Ռուսաստանները տալ, իրանք են արհեստական խոչընդոտ ստեղծել։ Ժողովրդին լցած գուլիկը, գուլիկ գիտեք չէ ինչ է, պրոբկան տրած բերան, ոնց ուզում են, տենց էլ շարժվում են։ Կրթություն չկա, բանակ չկա,